Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Հունաստանի նախագահն էլ նշել է, որ Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացումը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Մինչև այս կայացել է նաև Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի հետ։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին եւ խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Ալեն Սիմոնյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն էլ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում էր։ Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարտությունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ Ալ-Դին Մուստաֆայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը եւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական գործակցության առնչվող հարցեր։ Իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային երկօրյա այցով Բելգիայում էր։ Բրյուսելում տեղի է ունեցել Միրզոյանի գլխավորած պատվիրակության եւ Եվրամիության գործընկերության խորհրդի ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։ Այնուհետև Միրզոյանը առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, որին հաջորդել է նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի մասնակցությամբ համատեղասուլիսը, մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստան-Եվրամիություն գործակցությունը թևակողում է նոր փուլ ռազմավարական գործընկերության մակարդակ։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է հայտարարում Եվրամիության բարձր պաշտոնյաների հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։ Մեր գործակցությունը այսօր բարձրացրինք ռազմավարական մակարդակի, բայց սա մեր հավակնությունների վերջը չէ։ Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության ցանկության մասին, եւ այդ տեսանկյունից էլ այսօրվա հանդիպան ուղերձը շատ հատկանշական է։ Հայաստան-ԵՄ գործակցությունը մտնում է նոր փուլ։ Այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման արդյունքներով Երևանն ու Բրյուսելը ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երկկողմ փաստաթուղթը ստորագրվեց Հայաստանի գլխավոր դիվանագետի եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի ձեռամբ։ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության եւ դիմակայունության ամրապնդմանը։ Դրա շրջանակում նախատեսում ենք իրականացնել մի քանի նախաձեռնություն։ Ականաձերծման գծով վերապատրաստում սարքավորումներ են տրամադրվելու, տարբեր ոլորտներին առնչվող դասընթացներ են անցկացվելու եւ այլն։ Եվրամիության կողմից այս աջակցությունը առավել կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Կայա Կալասին երկրորդեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու այս համատեքստում իր հերթին հավելեց. 2026 թվականի մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Սա շատ կարևոր միջոցառում է լինելու եւ ակնկալում ենք ձեզ տեսնել Երևանում։ Շատ ուրախ կլինենք։ Հայաստանի այսպես ասած իմունիտետը ամրապնդելու գործում Եվրամիությունը մեր տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում։ Այդ իսկ պատճառով էլ սատարում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այդ գործընթացը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված բանակցություններին։ Երևանի եւ Բաքվի միջև օգոստոսին ձեռք բերված համաձայնությունները շատ կարեւոր են։ Դրանով ավարտվեց տարիներ շարունակ ընթացող հակամարտությունը եւ այս հարցում Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը։ 2025 թվականը շատ կարևոր տարի էր Հայաստանի համար առանձին եւ կարևոր տարի էր նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Իր գործընկեր Կայա Կալասի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում այնուհետև առաջարկով հանդես եկավ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ստեղծել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրամիություն տրանսպորտային կապակցվածության հարցերով քառակողմ
ձևաչափ։ Այս ուղղությամբ քննարկումները մեկնարկել են հոկտեմբերին։ Ես խնդրել եմ պարոն Միրզոյանին, որ նա այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, որպեսզի առավել մանրամասն միասին քննարկենք դա։ Կարծում եմ կհաջողվի, քանզի այդ օրակարգով բազմաթիվ քայլեր կարող են ձեռնարկվել, բայց միևնույն ժամանակ դա հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Նման ձևաչափ ստեղծելուց բացի Երևանն ու Բրյուսելը քննարկում են նաև վիզաների ազատականացման հնարավորությունը։ Մարտակոսի խոսքով Հայաստանը Եվրամիության համար լավ գործընկեր է, ուստի այդ գործընկերությունը պետք է արտացոլվի ոչ միայն քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, այլ նաև վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Ինչու է սա կարևոր, որովհետև շատ հայեր են ապրում Եվրամիության տարբեր երկրներում, եւ մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ, այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին, ինչը ներկայդրությամբ դեռևս այդպես չէ։ Այս ամենից զատ Հայաստանը կարող է ապավինել Եվրամիության աջակցությանը նաև ապատեղեկության դեմ պայքարի գործընթացում, հատկապես երբ առջևում 2026 թվականի համապետական ընտրություններն են։ Ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում։ Մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը եւ մեդիաներին աջակցելու նպատակով, որպեսզի կանխենք ճնշումներն այդ ուղղությամբ։ Գործնականում դա հնարավոր է։ 5 միլիոն եվրո ֆինանսավորում ենք տրամադրելու արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկության դեմ պայքարը ապահովելու համար։ Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում։ Այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության այս ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել այդ ազդեցություններն ու համարժեք արձագանքել դրանց։ Այսպիսով Բրյուսելում ստորագրված եւ Եվրամիության գործընկերության խորհրդի կողմից հաստատված Եվրամիություն Հայաստան գործընկերության ՍԵՊԱ-ի վրա հիմնված ռազմավարական այս նոր օրակարգը այլևս փոխարինում է դեռևս 2017 թվականին ընդունված երկկողմ առաջնահերթություններին, ստեղծելով համատեղ գործողությունների առավել հավակնոտ եւ համապարփակ շրջանակ։ Ազգային ժողովը սկսել է 2025 թվականի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը, կքննարկվի 27 օրենսդրական նախաձեռնություն։ Օրակարգի առանցքային հարցերից է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որի առաջին փուլը կմեկնարկի 26 թվականին։ Նիստում անդրադարձ է եղել նաև էլեկտրոմոբիլների ավելացված արժեքի հարկի արտոնության երկարաձգմանը, գույքահարկի հաշվարկման փոփոխություններին եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամի ընտրությանը։ Ազգային ժողովում մեկնարկեց 2025 թվականի վերջին քառօրյա նիստի աշխատանքը։ Օրակարգում ներառված է 27 հարց, որոնցից 9 քննարկվում են երկրորդ եւ վերջին ընթերցմամբ։ Քննարկվող նախաձեռնություններից առանցքայինը առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է Հայաստանում փուլային տարբերակով ներդնել պետական առողջապահական ապահովագրության միասնական համակարգ։ Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ ապահովագրության համակարգը կձևավորվի 2026-ից 2029 թվականների ընթացքում։ Փուլային ներդրմամբ համընդհանուր ապահովագրությունից 2026 թվականին կօգտվեն հետևյալ խմբերը։ Մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության միավորներ 28 եւ ավել միավոր ունեցող անձինք։ Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից եւ նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետական բյուջեի շրջանակներում։ 2026 թվականին համակարգում կներառվեն նաեւ 200,000 դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նախատեսվում է սուբսիդավորման մեխանիզմ զինապահ հիմնադրամի պարտադիր վճարի հաշվով։ 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ Վճարումը իրականացվելու է ամսական կտրվածքով։
Ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի շրջանակներում սոցիալական կրեդիտների շրջանակում հետ վերադարձն է։ Այսինքն մեր կողմից վճարված եկամտահարկից պետությունը այսօր մեզ վերադարձնում է մեր անձի առողջության եւ կրթության ծախսերը հոգալու համար։ Եվ այս սոցկրեդիտների շրջանակներում, նորից եմ կրկնում, 200-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիները մինչև ամսական 6,000 դրամի շրջանակներում կարողանալու են հետ վերադարձ ստանալ։ 2027 թվականին կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող ֆորմալ աշխատողները, իսկ 2028 եւ 2029 թվականներին մնացած բոլոր քաղաքացիները, այդ թվում գյուղատնտեսությամբ զբաղվողները եւ ուսանողները։ Նախարարը նշեց, որ վճարումների հավաքագրումը կիրականացվի գործատուների եւ հարկային գործակալների միջոցով։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընդգծեց նախաձեռնության սոցիալական ազդեցությունը, նշելով, որ համընդհանուր ապահովագրությունը կարող է զգալիորեն նվազեցնել աղքատության ռիսկերը, հատկապես տարեցների եւ խոցելի խմբերի շրջանում։ Համակարգի քննարկման ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ընդգծեց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը վիզաների ազատականացման գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Մի շաբաթ, երկու շաբաթ առաջ մեզ հանձնվեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Դուք գիտեք, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում եվրոպական կողմը, ուրեմն այնտեղ ապաստան հայցող մեր ուրեմն առողջապահական նպատակներով այնտեղ ապաստան հայցող մեր քաղաքացիների վրա ծախսվող գումարներին, դա այնտեղ որոշակիորեն որոշ երկրներում, որտեղ քաղաքացիների հոսքը շատ է, հարուցում է որոշակի քաղաքական դիսկուրսներ եւ իրենք փորձում են անել ամեն ինչ, որ այդ խնդիրը հնարավորինս 0 չի լինելու այդ թիվը, այս գլխից ասեմ, բայց հնարավորինս լուծվի։ Նա հավելեց, որ ապահովագրական փաթեթով ընդգրկվող հիվանդությունների զգալի մասը հենց այն խնդիրներից են, որոնց պատճառով Հայաստանի քաղաքացիները դիմում են ապաստանի հայտերով։ Եղոյանի խոսքով համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն սոցիալական, այլև արտաքին քաղաքական նշանակություն ունի եւ դրա իրականացումը շահավետ է երկրի համար։ Նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման համար 1 տարով ավելացված արժեքի հարկի արտոնության երկարաձգման վերաբերյալ նախագիծը։ Նոր կարգավորումը կգործի միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո արված 2024, 2025 եւ 2026 թվականների մեքենաների համար։ Նախարարի խոսքով էլեկտրամոբիլների ներմուծումն արագաճ է գրանցել։ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 22, 23, 24 թվականներին ունեցել է ոչ միայն ավելացված արժեքի հարկի արտոնություն, այլև նաև մաքսատուրքի ազատման արտոնություն քվոտայի շրջանակում 22 թվականին 7000, 23, 24 թվականներին եւ 25 թվականներին 8000-ական միավոր եւ պետք է նշենք, որ 23 թվականին ներմուծման ծավալը մեքենաների կազմել է 9635 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով։ Պապոյանի գնահատմամբ մինչև տարեվերջ ներմուծման ծավալները կարող են կրկնապատկել նախորդ տարվա ցուցանիշը։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ բարձրաձայնեց քաղաքացիների մտահոգությունները կապված գույքահարկի հաշվարկման հիմքում գտնվող ձիաուժի չափման մեխանիզմի հետ։ Նա նշեց, որ կառավարությունն աշխատում է ԵԱՏՄ ռեեստրից ստացվող տվյալների հիման վրա գործող միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը բացառում է կարծիքային գնահատման անհրաժեշտությունը։ Թունյանը նաև հերքեց այն տեղեկությունը, թե ֆիզիկական անձանց կողմից էլեկտրամոբիլի վաճառքի դեպքում առաջիկայում հնարավոր է ավելացված արժեքի հարկը հաշվարկվի։ Չգիտեմ միտումնավոր թե ոչ միտումնավոր ինֆորմացիա է տարածվում, որ քանի որ արտոնությունը ավելացված արժեքի հարկի կիրառվելու է միայն 2 տարվա հնության մեքենաների համար, ապա դա նշանակում է, որ հետագայում մարդը, եթե 3, 4, 5 տարվա վաղեմության իր էլեկտրոմոբիլը կվաճառի, ապա ավելացված արժեքի հարկ է վճարելու,
ուզում ասել, որ նման բան չկա եւ ավելացված արժեքի հարկը ֆիզիկական անձի կողմից մեքենա վաճառելու դեպքում ոչ միայն էլեկտրոմոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա չի կիրառվում, այս ինֆորմացիան սխալ է։ Նիստում ներկայացվեց նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցույթային խորհրդի առաջարկով Թափուր պաշտոնում առաջադրվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են նախատեսվում երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Նոր կարգավորումներով անկախ երեխայի կարգաթվից ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ։ Այս եւ մյուս փոփոխությունները ներկայացրել է կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցությունների տրամադրման գործընթացում կարևոր փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին ասուլիսին հայտնել է կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը, ներկայացնելով նոր կարգավորումների էությունը։ 22 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամական աջակցություն յուրաքանչյուր ամիս մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Պայմանն այն է, որպեսզի այս 50,000 դրամ ամսական եկամուտները տրամադրվեն, որպեսզի երեխայում նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի 3-րդ կամ հաջորդ, այսինքն 22 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում ծնվի 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա, մեկից ավել երեխա ծնվելու դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխայի համար, այսինքն օրինակ, եթե ընտանիքում առաջին անգամ եռյակ ծնվի, ապա յուրաքանչյուր երեխայի համար 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարին լրանալը։ Այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ նպաստ կտրամադրվի այն դեպքում, երբ դիմողը Հայաստանի քաղաքացի է։ Գալստյանի խոսքով 2022 թվականից ծրագիրը գործել է որպես փորձնական։ 4 տարվա արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ այն դրական ազդեցություն է ունեցել ժողովրդագրական իրավիճակի վրա։ Այդ պատճառով էլ որոշվել է դարձնել այն մշտապես գործող պետական աջակցություն։ Կարևոր փոփոխություն է նախատեսվում նաև ծննդյան միանվագ նպաստի մասով։ Առաջին երկրորդ երեխաների համար տրամադրվում է այսօր էլ տրամադրվում է 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխաների դեպքում 1 միլիոնական դրամ եւ 5 եւ ավելի երեխայի դեպքում 1,500,000 դրամ։ Սա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործող համակարգն է։ Բացի այդ, 2026 թվականի հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն կունենան անկախիկ վճարումներ իրականացնելու միջոցով ստանալ մինչև 20% հետվճար, ինչը կարող է զգալիորեն մեծացնել պետական հատկացումների չափը։ Օրինակ, երրորդ եւ հաջորդ երեխաների համար տրամադրվող 50,000 դրամ նպաստը անկախիկ գործարքների շնորհիվ կարող է հասնել 60,000 դրամի։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովը շարունակել է քննարկել 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Եզրափակիչ ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել, որ չնայած բյուջետային տարին դեռևս չի ավարտվել, բայց կանխատեսումներ կան 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով։ Գործադիրի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել երկրում սոցիալական վիճակի ոլորտային բարեփոխումների մասին։ 2025 թվականի ավարտին ծրագրված 5.5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ։ Այս մասին խորհրդարանական հերթական նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ներկայացնելով 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակը ֆինանսների նախարարն ասաց. Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու եւ զարգանալու անչափելի ազատություն եւ հրաշալի հնարավորություններ։ Հաջորդիվ եզրափակիչ ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կառավարության աշխատանքը գնահատում է լավ։ Վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով եւ պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ մեզ նրբության վրա ձեր մեր բոլորի շադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։
Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը կատարել են։ 2024 թվականին արդեն Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 36.6%-ով։ Երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։ Իդեպ ես այսօր երբ որ պատրաստվում էի այս ելույթին, ես ջինի գործակցին նորից անդրադարձա եւ ին աչքը ծակեց հետեւյալ։ Ես ուզում եմ հասկանալ, այս ցուցանիշը պատմականորեն լավագույնն է Հայաստանի պատմության մեջ, թե չէ։ Եվ գիտեք ինչ պարզվեց։ Պարզվեց, որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար ջինի գործակցի որ թիվը լինի 2020 թվականը։ 2020 թվականը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ կոവിഡ്ի ճգնաժամի կառավարման մեծ ուղված բոլոր քննադատությունները պարզապես մտածածին են։ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատատեղերի ցուցանիշին, նշելով, որ այս տարի հոկտեմբերին ունեցել ենք գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատողների թվի բացարձակ ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810.074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը 223.895 կամ 38%-ով։ Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223.895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ըստ Փաշինյանի Հանրապետությունում աշխատավարձերի աճը երկնիշ է 20 եւ ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Միայն հոկտեմբերին վճարված եկամտային հարկը կազմել է 50 միլիարդ 690 միլիոն դրամ, որը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի է։ Իսկ այս թվերն ինչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Կառավարության ղեկավարը պարզաբանեց։ Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուշադրություն դարձրեք 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով քաղաքացիներին այդ փողը ուղղակի տվել են քաղաքացիներին որոնք ընդ որում եթե նախորդող շրջանի համատում ենք թե եկամտային հարկի վերադարձի հիպոթեկի ծրագրի համեմատ վերադարձը աճը 9500%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։ Ըստ Փաշինյանի անշարժ գույքի գործարքների թիվը եւս աճել է ավելի քան 64%-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-17-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդիր, բայց ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0.6% է, ինչը վկայում է, որ կառավարությունը շատ մոտ է ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր նախընտրական խոստումը կատարելուն։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Բայց ինչի կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն հետեւյալ պատճառով։ Աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Խոսելով կենսաթոշակների մասին գործադիրի ղեկավարն ասաց, որ 2025 թվականի հունվարի 1-ից թոշակներն ու հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ավելանալու են։ Նրա խոսքով թոշակառուների համար տնտեսական աջակցության ծրագրեր պետք է ունենանք։ Մենք այդ 10000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50
1000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, ասաց Փաշինյանն ու հավելեց. բոլոր ուղղություններով մեր երկրի համար բացվել են նոր հեռանկարներ։ Ամփոփելով խոսքը վարչապետն ասաց, որ 2026-ը բուռն տարի է լինելու Հայաստանի համար։ Վարկյան անգամ կասկած չունեմ, որ ընտրություններին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, եզրափակեց Փաշինյանը։ Խորհրդանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության եւ պոզիտիվի հսկայական պաշարով եւ պիտի եւս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդրին։ Նա նշել է, որ երկարաժամկետ լուծումները շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Նիստում անդրադարձ է եղել նաև հանրային տրանսպորտի տեղեկատվական համակարգի արդիականացմանը։ Երևանի օդի աղտոտվածության խնդիրը կրկին պետական եւ հանրային ուշադրության կենտրոնում է։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց վերջին չափումների տվյալները, աղտոտվածության պատճառները եւ հնարավոր լուծումները, ընդգծելով, որ խնդիրը համալիր է եւ պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն։ Ավինյանի խոսքով այս տարի առաջին անգամ քաղաքը ձեռք է բերել օդի որակը չափող համակարգեր, որոնք արդեն գործում են բոլոր խոշոր կառուցապատվող տարածքներում։ 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին, 175 սարքից մենք ունենք տվյալներ, եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից։ Քաղաքապետը պարզաբանեց, որ խնդիրը միայն մարդածին չէ։ Ըստ նրա, քաղաքի աշխարհագրական դիրքը, ոլորվող օդային հոսքերը եւ եղանակային առանձնահատկությունները մեծ դեր են խաղում։ Ըստ քաղաքապետի, եթե ազդող գործոններն ամբողջությամբ մարդածին լինեին, ամռանն ավելի վատ պատկեր կլիներ։ Ավինյանը վստահեցրեց, մարդածին գործոնները փոքր բաժին են կազմում, սակայն դրանց վերաճիշտ եւ թիրախային աշխատանքի դեպքում 10-ից 15 օրվա ընթացքում կարող են ապահովել 1.5-ից 2 ամսվա դրական ազդեցություն։ Նա նաեւ ընդգծեց, որ խնդիրը պահանջում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծում։ Այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասով է, բայց կարճաժամկետի մասով այն ինչը որ մեզ թույլ կտա մոտավորապես հետեւյալ մի վարժություն են կարել, որ հնարավոր է որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պան Ղուկասյան, պան Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Բացի օդի հետ կապված խնդիրներից նիստում քննարկվեց նաև քաղաքում թեքահարթակների կառուցման ծրագրի ընթացքը։ Երկաղլույս ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ Երևանի 286 հասցեներում արդեն կառուցվել է 551 թեքահարթակ, ինչն ապահովում է միջավայրի մատչելիությունը։ Քաղաքապետն արձագանքեց. Բարձրաձայնեմ այն խնդիրները, որոնք որ ինքս նկատել եմ, տեղ-տեղ մենք թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակը, երբ պետք է եղել 3 կողմից մոտեցումներով։ Հասկանալի է, չէ՞, ինչ եմ ասում։ Մի հատ երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա եւ մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։
Նիստում քննարկվեց նաև հանրային տրանսպորտի տեղեկատվական համակարգի արդիականացումն ու կանգառներում տվյալների ճշգրտության բարձրացումը։ Քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց կատարված աշխատանքի ընթացքը։ Բուն ծրագրում տվյալների ճշգրտության ավելի մեծ խնդիր կար, որը էականորեն բարելավել է, բայց այն ինչի մասին պարոն Մանուկյանը ասում է, հիմա Yandex-ի հավելվածում եւ էկրանների վրա տվյալների ոչ միշտ համապատասխանությունն է, սա երկրորդ շերտ խնդիրն է պայմանական, պարոն Մանուկյանի ասածը դրա մասին, այն խնդիրը, որի մասին ես էի ձեզ զեկուցել, էական գործնականում վերացել է կարծես։ Փոխքաղաքապետի խոսքով տվյալների ճշգրտությունը զգալիորեն բարձրացվել է։ Ամբողջ աշխարհում նմանատիպ համակարգերում որոշակի շեղումներ միշտ կա ազդանշանի եւ ալգորիթմերի աշխատանքի պատճառով, սակայն հիմա այդ շեղումը նորմայի սահմաններում է։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաեւ մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի 36 կանգառներում էլեկտրոնային ժամանակացույց տեղադրել, ինչին ի պատասխան Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ ծրագիրը կընդլայնվի։ Անդրադառնանք այլ թեմաների։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգով տրվել է կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի մեկնարկը։ Բեմ են բարձրացել զարգացման առանձնահատկություններով երեխաներ, պատանիներ ու մեծահասակներ։ Այս տարի փառատոնին մասնակցել է 600 երեխաներ եւ պատանիներ Հայաստանից եւ արտերկրից։ Երևանում մեկնարկեց կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։ Փառատոնի մեկնարկը տրվեց «Իմ մեծ բեմը» խորագիրը կրող համերգով, որը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բեմ դուրս եկան զարգացման առանձնահատկություններով երեխաներ, պատանիներ եւ մեծահասակներ։ Փառատոնը միավորել է ավելի քան 600 մասնակից Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից եւ այլ երկրներից։ Այն անցնում է ներառական հասարակություն քաղաքակիրթ երկիր կարգախոսով, նպատակ ունենալով բացահայտելու եւ ներկայացնելու զարգացման առանձնահատկություններով երեխաների ստեղծագործական ներուժը։ Կողք կողքի կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ եւ փառատոնի հիմնադիր ղեկավար Նաիրա Սարգսյանը հայտնում է, որ այս տարվա փառատոնն իր ծավալներով ամենամեծն է։ Սա 6-րդ փառատոնն է, որը միավորում է տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին եւ փառատոնը եւ երաժշտությունը եւ արվեստը լավագույն միջոցն է, որպեսզի կարողանանք ինտեգրել երեխաներին մեր հասարակության մեջ։ Փառատոնը հնարավորություն է տալիս, որպեսզի երեխաները իրենց ուժեղ կողմով ելույթ ունենան։ Նրա խոսքով միջազգային մասնակցությունն ամեն տարի ընդլայնվում է։ Փառատոնը արդեն 6-րդ տարին է մեկնարկել է եւ 6-րդ տարում մենք ունենք բազմաթիվ երկրներից առաջարկներ, որպեսզի ներկայանան եւ ելույթ ունենան փառատոնին։ Ունենք Բահրեյնից, Ուզբեկստանից, ունենք սպիկերներ, որոնք վերապատրաստման դասընթացեր են անցկացնում մեր հայ մասնագետների համար։ Օրինակ անցյալ 3 մենք ունեցել ենք սեմինար, վարպետաց դաս, որը ներկայացրեց ԱՄՆ-ից մասնագետ Նանոր Շահինը։ Ունենք Ռուսաստանից սպիկեր, որը ներկայացրեց էլի երեխաների հետ աշխատանքի միջոցը, խոսքի զարգացման երաժշտության միջոցով։ Փառատոնի մասնակից Նարեկ Քոչարյանը Տաշիր քաղաքից է։ Նա երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին։ Նրա մայրը Եսթերը նշում է, որ նման նախաձեռնությունները դրական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա։ Այս էլ արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում ենք, մեծ սիրով, մեծ խանդավառությամբ է Նարեկը մասնակցում։ Երբ որ Նարեկը նվագում է մատներով, համատների ծայրով զգում է հանգստություն, ձեռք է բերում հանգստություն։ Երաժշտությունը ինքը ոնց որ իրան տալիս է այն արտ թերապիան, թեկուզ հոգեպես, նյարդայնապես, որ ինքը հանգստանում է, հա, լիովին։ Ինչքան էլ ճիշտը որ ասեմ բարկացած լինի, որ նստում է դաշնամուրի առաջ, սկսում է ինքը նվագել, ինքը մոռանում է բոլոր իր բարկությունը, հա։ Նրա խոսքով փառատոնը ոչ միայն ստեղծագործական հարթակ է, այլև նոր ընկերությունների, շփումների, փորձի ու ինքնավստահության աղբյուր։ Նարեկը հիմա քոլեջում է սովորում, Ստեփանավանի քոլեջում, ունի ընկերներ, ունի շփում, ասում է, պատմում է իր հաջողությունների մասին։ Մենք այս տարի երկրորդ անգամ ենք մասնակցում, առաջինը թռիչքին էր Խարբերդիում, այնտեղ Նարեկը նաև ելույթ ունեցավ, այսպես շատ ուրախ էինք, ընկերներին էլ պատմում է, կիսվում է իր հաջողություններով։ Փառատոնի շրջանակում անցկացվում են նաև վարպետաց դասեր եւ սեմինարներ։ Այս տարի Հայաստանում էին ճանաչված մասնագետներ, որոնք ներկայացրել են խոսքի եւ երաժշտական զարգացման ինտեգրված մեթոդներ։ Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի մեր հայ մասնագետը, հայ հասարակությունը ավելի ներառական լինի, քանի որ մենք մեր կարգախոսն է ներառական հասարակություն, քաղաքակիրթ երկիր ունենալը։
Առաջիկա օրերին փառատոնի շրջանակում կկայանան նոր համերգներ, ցուցադրություններ ու կրթական հանդիպումներ, որտեղ երեխաները եւ պատանիները կցուցադրեն իրենց ստեղծագործական կարողությունները երաժշտության, արվեստի եւ արտահայտման այլ ձևերով։ Փառատոնն արդեն 6 տարի անընդմեջ ապացուցում է, որ արվեստը կարող է վերացնել սահմանները եւ նոր հնարավորություններ բացել յուրաքանչյուր մանկան եւ երիտասարդի համար, անկախ զարգացման առանձնահատկություններից։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։